КП компании «Ташир». Все грани бизнеса. Մարզային հանրապետական ու միջազգային լրահոսը մեր օբյեկտիվից բարև ձեզ։ Վանաձորի Կույտ զորամասում հոկտեմբերի 25-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է ժամկետային զինծառայող 20-ամյա Հայկ Մելքոնյանը։ Այս մասին գրում է Նյուզեյեմը։ Ոստիկանության գուգարքի բաժնի կողմից լուրը հաստատվել է Նյուզեյեմի տեղեկություններով գիշերը Հայկ Մելքոնյանը վիրահատվել է, սակայն նրա վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Առաջիկայում սպասվում է ևս մեկ վիրահատություն։ Մարզի սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի մասին է ներկայացվող տեսանյութը բազմազավակ մայրը դժվարությամբ է օրվա հացի խնդիր լուծում։ Կիսաբաց լուսամուտներ թոք-շոուի թեժ գծի հետքերով է գնացել մեր նկարահանող խումբը։ Վանաձորցի Հասմիկ Սետրակյանի միակ հարստությունը 5 երեխաներն են։ Բարեկեցիկ կյանքի մասին էլ մայրը միայն երազանքներ ունի։ Կոմունալ տարրական հարմարություններից զրկված կինը մի կերպ է մեծացնում զավակներին։ Կենցաղային պայմանների սղությունը սակայն գլխավոր, բայց միակ խնդիրը չէ։ Օգնության բոլոր դռները փակվել են։ Միակ օժանդակությունը ստացվել է քաղաքապետարանի կողմից ժամանակավոր կացարանի տեսքով։ Հիվանդ երեխաների խնդիրները մայրը ստիպված է միայնակ հոգալ։ 5-ամյա Վլադիմիրը չնայած տարիքին դեռևս չի խոսում։ Վահեն էլ պրոբլեմ ունի, կրծքավանդակի ու մեկ է ներվեի պրոբլեմ ունի։ Տայել են Երևան վայնկոմատ բան, ընդեղ նայել են, ստուգել են, ասել են, որ կրծքավանդակում պրոբլեմ կա։ Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը անապահովության նպաստն ու հաշմանդամության թոշակն է 50,000 դրամ։ Հասմիկի երեխաներից 3-ը ներկայումս գտնվում են Վանաձորի խնամքի կենտրոնում։ Օրվա մեծ մասը դպրոցից հետո այստեղ են անցկացնում։ Եղանակներից սրտելուն պես էլ ընտանիքը ջերմության հույսով հայտնվում է Հասմիկի մայրական տանը։ 26,000 թոշակ եմ ստանում, չգիտեմ ուտեմ, չգիտեմ գազի փող մուծեմ, բարձ մուծեմ, ամեն ինչ, թե երեխան ցողոքնեմ, 5 հատ երեխա են, փոքր երեխեք, ես մեկն ասել, բանակի է, բանակ էլ կանչել են, պրոբլեմներ ունի երեխեն, հնարավորություն չկա, օրը մին կանչում են Երևան, գեներալնի կոմիսար, 4 անգամ Երևան են ուղարկել։ Հավատակ այսօր հացի լումա չունեմ, այ քան եմ հուզված, որ աման չմեն որ ասեմ, հացի լումա չունեմ, երեխեն այսօր առանց բերերի վիա գնացել, այդ ուսանողի տեղը։ Տարիներն անցնում են իրենց հետ տանելով նաև բնակարան ունենալու վերջին հույսերը, թեև պահանջներ էլ լինել չեն կարող, պետությունը նման ընտանիքների նկատմամբ պարտավորություններ ու ծրագրեր դեռևս չունի։ Լիանա Մխիթարյան, Վազգեն Մինասյան, Մոլորակ։ Չինաստանի բնակչուհին հրաշքով է կենդանի մնացել այն բանից հետո, երբ նրա գլխի մեջ 12 սանտիմետրանոց խոհանոցային դանակ է խրվել։ Լանջաո քաղաքից թոշակառու Ջանգլանը խոհանոցում տնային գործերով է զբաղվելիս եղել, երբ տեղի է ունեցել դժբախտ դեպքը։ Կինը այնպես է սայթաքել, որ գլխի մեջ պատահաբար սուր գործիք է խրվել։ Կինը նման վիճակում անգամ կարողացել է զանգահարել բարեկամներին եւ հայտնել դեպքի մասին։ Բարեկամները նրան անմիջապես մոտակա հիվանդանոց են տեղափոխել, սակայն տեղացի բժիշկները հրաժարվել են նրան օգնել վախենալով կնոջ կյանքի համար։ Ողջ այդ ընթացքում սուր գործիքը շարունակում էր մնալ նրա գլխի մեջ խրված։ Միայն թվով 3-րդ բժշկական հաստատությունում են համաձայնել կնոջ գանգից հանել դանակը, հայտնում է Life News-ը։ Բժիշկները հայտնել են, որ կինը երջանիկ աստղի տակ է ծնվել։ Եթե խոհանոցային դանակը մի քանի սանտիմետր խորը խրված լիներ, ապա նրան փրկել հնարավոր չէր լինի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դարձել է YouTube-ում իսկական հերոս, պատճառը սակայն նրա պաշտոնական գործունեության հետ այնքան էլ կապ չունի։ Ավելի լավ է դիտեք տեսանյութը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընդունել է աշխարհի ամենահայտնի կորեացուն Պակ Չեսանը, նրա հետ ապրել է Gangnam Style պարը, որի շնորհիվ рэփերը լայն ճանաչում է ձեռք բերել։ Գլխավոր քարտուղարն ու լրագրողներից եւ տեսախցիկներից մի փոքր ամաչող Պակ Չեսանն արչեվում խաչաձևել են պարզած բռունցքները եւ մի քանի անգամ թափահարել ծիծաղից խեղդվելով։ Այս պարը հայտնի է դարձել տեսահոլովակի շնորհիվ, որը YouTube-ում ավելի քան 566 միլիոն դիտում ունի, ինչը 10 անգամ գերազանցում է Հարավային Կորեայի բնակչության թվին։ Եթե Պան Գի Մունը համաշխարհային ճանաչում ունեցող կորեացի դառնալու համար ստիպված է եղել դիվանագետի
կարիերայի երկար ճանապարհ անցնել, ընդհուպ այդ երկրի արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար, ապա կորեացի 36-ամյա երգիչ Պակ Չեսանն ընդամենը ցանցում տեղադրել է համաճարակի ազդեցություն ունեցած տեսահոլովակը, գրում է News.ru.com-ը։ Տեսահոլովակն այնքան էներգիայով լի է, որ դրա օգնությամբ կարելի է հաղթահարել էներգետիկական ճգնաժամը, կատակել է Պան Գի Մունը, ավելացնելով, որ անկայուն եւ անարդար մեր աշխարհում երաժշտությունը կարող է շատ կարեւոր դեր ունենալ։ Հարավային Կորեայում Պակ Չեսանի դեբյուտը կայացել է 2011-ին։ Gangnam Style տեսահոլովակը երգչի ինքնատիպ ծաղրն է սեուլյան նորաձև Քաննամ թաղամասի ներկայացուցիչների նկատմամբ, որտեղ 90-ականների սկզբից հավաքվում է հարավկորեական ոսկե երիտասարդությունը։ Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի մի քանի երկրներում նշում են զոքանչի օրը։ Այս տոնը 20-րդ դարի կեսերին ամերիկացիների կատակն է եղել, սակայն հետագայում այն լուրջ իրադարձության կարգավիճակ ստացավ եւ ներխուժեց հարևան երկրներ։ Հենց այսօր փեսաներն ամեն կերպ պետք է գոհացնեն իրենց կնոջ մորը, իսկ զոքանչները անպայման հյուրասիրեն նրանց իրենց պատրաստած թխվածքներով։ Զոքանչին այսօր պետք է շնորհակալություն հայտնել իր աղջկան լավ դաստիարակելու համար, ինչի շնորհիվ նա շատ լավ տնտեսուհի, հավատարիմ կին եւ հոգատար մայր է դարձել։ Զոքանչի տնեցիներն ու փեսան այսօր հատկապես ուշադիր ու զգույշ պետք է լինեն զոքանչի հանդեպ, իրականացնելով նրա ցանկություններն ու նվերներ տալով նրան, գրում են Յիզապուտ Կառուն։ Հնարավոր է սա ընտանիքի երկու անդամների միջև հավերժական հակասությունը հաղթահարելու եւս մեկ միամիտ փորձ է։ Նրանց միջև բարդ ու միանշանակ հարաբերությունները կատակի թեմա են մարդկության գոյության սկզբից ի վեր։ Պարզվում է նույնիսկ տոները ոչինչ չեն փոխում զոքանչի ու փեսայի միջև հակասությունն անխուսափելի է, որքան էլ կատարյալ մարդ լինեն նրանք, պնդում են հոգեբանները։ Լոռեցի մի քանի փեսաների շնորհավորանքներն օրվա հերոզոքանչների տրամադրությանը տեղյակ է Հերմինե Զարմանյանը։ Ցանկանում եմ առողջություն, երկար կյանք, ինչ ասեմ, լավն ու բարին իրանց։ Իդեալական զոքանչի Զոքանչը պետք է սիրի փեսուն էլ, իրան աղջկանն էլ, իրան ընտանիքն էլ։ ամենալավ բարիքները, առողջություն, երկար կյանք։ Կան զոնքաչը պետք է լինի փեսու հանդեպ իդեալական։ Ոչ թե մենակ փեսաների, այլ բոլորի վերաբերմունքը իրանց մարդկայնությունից է կախված։ Դες թողարկման այս հատվածում օթերևութաբանների կանխատեսումներով ինձ է միանում իմ գործընկեր Էռնա Անտոնյանը, բարև Էռնա։ Բարև Լիանա։ Ինչ հարաբերության եղանակին անցնելը կխնդրեինք, որպեսզի ներկայացնես ինչ կա մոլորակից։ Շատ լավ, օրինակ Շվեդիայի որոշ շրջաններում հանգստյան օրերին կարմիր անձրև է տեղացել Լիանա, ինչը զարմացրել է ոչ միայն բնակիչներին, այլ նաև օթերևութաբաններին։ Արյունոտ անձրև, այսպես են օթերևութաբանները կոչում այն երևույթը, երբ կարմիր վարդագույն երանգներով անձրև է տեղում։ Հաճախ կարմրավուն անձրևի պատճառը լինում է Սահարա անապատի ավազը։ Նման երևույթ Շվեդիայում գրանցվել է շուրջ 5 տարի առաջ։ Հետաքրքիր է։ Իսկ այժմ ջերմաստիճանի կանխատեսումների մասին։ Օդի ջերմաստիճանն ինչպես եւ կանխատեսվել էր կնվազի 2-ից 4 աստիճանով։ Տեղեկացնում ենք, որ ցիկլոնը հետզհետե կկորցնի իր ուժը։ Արդեն Կիրակի օրը անձրևներն ամենուրեք կդադարեն, կդիտվի արևային եղանակ եւ հոկտեմբերի 28-ին եւ 29-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 6 աստիճանով։ Իսկ եթե լոռեցիները որոշել են մեկնել Երևանը, ապա ասենք, որ այնտեղ եւս անձրևային եղանակ է սպասվում։ Ապարանում եւ աշտարակում նույնպես անձրևներ են սպասվում, այնպես որ եթե որոշել եք մեկնել, ապա ձեզ սպասվում է անձրևային ճանապարհորդություն։ Շնորհակալություն հանգամանալից տեղեկությունների համար, Էռնա։ Իսկ մեր օբյեկտիվից այսօր այսքանը, ես եւ իմ գործընկերները ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ մաղթում հաճելի երեկո ցտեսություն։